никогда ничего подобного тому, что сейчас происходит, в исламском мире не было. Ну, взять даже пример турецкой Османской империи. Да, были христианские меньшинства, но их никто не уничтожал. Существовал порядок отношений между религиозными общинами. Պատրիարք Կիրիլի այս արտահայտություններն ալեկոծել են Հայաստանը Զարուհի Փոստանջյանի կարծիքով ամեն ռուսո պատրիարքը գերազանց գիտի թե ինչ է տեղի ունեցել անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում, սա ուղղորդված եւ պատվիրված հարցազրույց է։ Օսմանյան կայսրության վայրակ իրադարձությունները գնահատել որպես ցեղասպանություն, դա իր պարտականությունն է, այլ ոչ թե քողարկելը կամ անտեսելը։ Այդպես էլ պետք է լիներ, վերջերս Մոսկվայում հսկայական մզկիթ են բացել, որին ներկա էր Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին քաղաքականությունը համընկնում են երբեմն։ Տիկին Փոստանջյանը չի կարող բացառել, որ Կիրիլի արածը ռևերանս է Թուրքիայի ուղղությամբ ռուս-թուրքական լարված հարաբերությունների ֆոնին։ Պատասխան պետք է տրվի, իսկ պատասխանը պետք է տրվի արդեն հենց մեր կաթողիկոսի միջոցով։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի Facebook-յան էջում ոչ ոք անտարբեր չի մնացել պատրիարք Կիրիլի այս հայտարարության տեսանյութի հանդեպ։ Կիրիլը նրանց ցավոտ տեղին է դիպել։ Շատերն մեղադրում են Հովապետ Կիրիլին, պատրիարք Կիրիլին անկրթության տեղեկացված չլինելու մեջ, դա իհարկե միամտություն է, Կիրիլը կրթված մարդ է եւ շատ լավ գիտի ինչ է ասում։ Կինոռեժիսորի կարծիքով Կիրիլի խոսքերը մեծ մտածելու տեղիք պետք է տան, Ռուսաստանը ելքեր է փնտրում Թուրքիայի հետ կիսապատերազմական իրավիճակից դուրս գալու համար։ Կիրիլին տրված էր այդ ելք առաջացնելու առաքելություն եւ նա դա կատարեց։ Պարոն Խզմալյանը գիտի թե ինչն է նկատի ունեցել Կիրիլը, Ռուսաստանը հիմա գրեթե սրբազան պատերազմ է մղում իսլամական պետության դեմ, բայց նրա ասածին պետք է հակադարձեն մեր աշխարհիկ եւ կրոնական իշխանությունները։ Սա ապտակ է, սա շատ ծանր հարված է, ինչպես ռուսներն էին սիրում ասել Թուրքիայի կործանիչի վերաբերյալ, դա հարված է մեջքից։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն առայժմ ասելիք չունի, պատրիարքի մամուլի քարտուղարը նկատում է, որ հայերի ցեղասպանության դեմ պատրիարքը ոչինչ չունի։